Եթերները միայն նրա համար չեն, որ միայն զրուցես։ Գաս, մտքերդ արտահայտես, ցույց տաս, թե ինչքան խելոք ես դու, եղնել կերևա մի քանի տարի հետո ինչքան էիր խելոք դու քանի տարի առաջ, այլ նրա համար է, որ նման հարցազրույցները, մտքերը հանրությանը ինչ-որ ձևով կոնսոլիդացնեն եւ հստակեցնեն հանրության անելիքները։ Վերջապես, գիտեք ինչ կա, մենք ռուսերեն մի հատ բառ կա իժդիվենից, հա? Պորտաբույծ չենք։ Այսինքն մեր փոխարեն ինչ որ իշխանություններ չպետք է ինչ որ բաներ անեն։ Այո, իշխանությունը ստեղծված է մարդկության կողմից, հանրության կողմից, մեր կողմից, նրա համար, որ մեր գործը թեթևացնեն, որ մենք ամեն օր չզբաղվենք առողջապահությամբ, պաշտպանությամբ, մենք ուղղակի ընտրել ենք մարդկանց, ասել ենք, էս էլ մեր գումարը, ընդհանրապես վստահում ենք քեզ, որ դու տնօրինես այս ուղղությունների վրա։ Ինչ է ստացվում, իշխանություն ընտրել ենք ու մենք ինքներս մեզ ասում ենք, գիտեք ինչ կա, այս իշխանությունը իր համար է իշխանություն է, էլի, բա տենց պետք է լինի, նա ինչ ուզում անում է, խելքը ինչ բրդում անում է, ինչ ուզում անում է։ Մենք էլ ասես կողքից նայողի դերում ենք, այդտեղ չի։ Այս հարցազրույցները, այս եթերները նրա համար է, որ մենք համախմբվենք, մենք իսկապես իրար հետ ընդհանուր կապ ունենանք, բոլորս իրար հետ։ Ճիշտ է, հարցազրույց վարողը իր ասելիքն ասում է եւ հետադարձ կապը ընդհանրապես հարցազրույցների տակ գրառումներն են, հա, առավել ակտիվ քաղաքացիներ ինչ որ գրառումներ են անում։ Մեկը ասում է հիմարություն ես խոսում, մյուսը ասում է քո նման վարչապետ ունենանք, մյուսը, բայց դա շատ կարճատև բան է, գործնական կապը բացակայում է։ Չէ, հետաքրքիր մտքեր եւ առաջարկներ են հանդիպում կան, բայց շատ քիչ են, բայց դա գործնական չի, հա, առաջարկ արեց ու շո գնա։ Լավ, հիմա դեր առաջարկները։ Ուղիղ այն ձևով, ոնց որ մենք հիմա ասեցինք, ինչ որ մեկ ասեց խելոք բան ասեց կամ վատ բան ասեց ու գնաց կորը։ Հիմա տեսեք, մենք կարող ենք վերլուծել, հա, ինչա կատարվում այսօր աշխարհում։ Միջանցքը թե դե միջանցք չի, Տրամպը այդ ինչ էր շոու էր, թե գործնական ինչ որ ստորագրություններ էին, հա, Ալիև Տրամպ Փաշինյան։ Ամեն մեկը մի խելոք միտք կարող ասի։ Ես ընդամենը տեսա մի բան, որ Սի Ցզինպինը կանչեց Պուտինին Պեկին, ինչպես նաև մեր Եվրոպամետ, արևմտամետ Նիկոլը մարդասպանների բանդայի հետ ընդեղ էր։ Սա էր Եվրոպա։ Տեսեք, կամաց սա բացվում է։ Մենք որ ասում ենք, արա, սա Եվրոպամետ չի, սա ոնց որ ասած հանձնարարություն է կատարում խաղալ Եվրոպամետ, որովհետև մենք տեսնում ենք, որ ռեալ ոչ մի եվրոպական դեպի արևմտամետ քայլ չի անում։ Դեպի լավ, անունը չդնենք արևմտամետ, դեպի քաղաքակիրթ աշխարհ, դեպի այն աշխարհ, որտեղ օրենքն է իշխում, հա? Օրենքը, որտեղ մենք ուժեղ չենք։ Մենք չենք կարող վերադարձնենք ուժով։ Մենք կարող ենք վերադարձնել մեր կորստյալ հողերը միայն օրենքով, միայն ճշմարտությամբ, միայն արդարությամբ։ Արդարությունը քիչ թե շատ այդ քաղաքակիրթ աշխարհում է։ Հիմա ես որ ասում եմ արդարությունը, ամեն մեկը կարա ինձ ասի, արա ունեն դել չկա արդարությունը, այո, ընդել չկա։ Բայց ընդ այդ անարդարության դեմ պայքարում են։ Ստե այդ անարդարությունը նորմա է, դա տարբերություն է։ Ընդ Բերլուսկոնի նման տղոն, որ Իտալիայի վարչապետ էր, 60 միլիոնանոց եվրոպական հզոր երկրի վարչապետ էր, գնում էր տատիկ-պապիկների ճիշիկներ թափում, որտեղ իրան տուգանել էին, որտեղ իրան տարել էին պարտադիր աշխատանքների։ Ստե դուք պատկերացնում եք որևէ մի հայ չեմ ասում վարչապետի, այլ հայ օլիգարխի։ Սամվել Ալեքսանյան, Ծառուկյան Գագիկ, ինչ որ մի բանի համար տուգանեն եւ ինքը գնա պարտադիր աշխատանքների։ Ես նկարագրում եմ ընդհանրապես արևմուտքի արժեքների եւ այսօրվա այս տիրող իրավիճակի, որ որոշ մարդիկ ուզում են հավասարացնել, այարում նույն բանն է, նույնը չի, այո, անարդարություն աշխարհում ամենտեղ կա, բայց կա տեղ, որտեղ այդ անարդարության դեմ պայքարում են, կռիվ են տալի, եւ կա այն, որտեղ մենք ենք, որ այդ անարդարությունը իսկի անարդարություն էլ չի, դա նորմա է։ Մենք սրա մասին ենք խոսում։ Հիմա պարզվում է, որ այն ինչ որ մենք խոսում ենք տարիներով, այսօր իրականություն է, պարզ երևում արդեն, դա հերքել արդեն անհնար է։ Հիմա լավ, անդրադառնանք ձեր բուն իմաստին։
Հիմա այն ժամանակ էլ, հիմա էլ մենք ասում ենք մի բան. ինչա պետք անել։ Ժամանակին երբ որ ասում ենք, գիտեք ինչ կա, սահմանադրությունն է պետք փոխել։ Всё, անցավ, դա արդեն ակտուալ չի, այս պահին, որովհետև արդեն մեռնել ապրելու պահն է։ Ժամանակին ասում ենք պետք է ստեղծենք ազգ-բանակ հասկացողությունը եւ արդիականացնենք բանակաշինության բոլոր փիլիսոփա անցավ Երկիրամրոց։ Հա, այսինքն ինչ ասեցինք ժամանակին, այսօր արդեն ակտուալ չի, որովհետեւ թշնամին իդեմս բոլոր ժամանակների հայաստանյան այսպես կոչված իշխանություններին, ինչ եմ ասում այսպես կոչված իշխանություն, որովհետեւ իրանք դրածոներ են, օտար ուժերի, արտաքին ուժերի դրածոներ են եւ հանդես են գալու որպես հայկական տար։ Իրանք հայկական չեն, իրանք յուրային չեն։ Իրանք բերեցին հասրեցին այս վիճակին։ Հիմա եկել է մի փուլ, արդեն 3 տարուց ավել է, մեր կազմակերպությունն ասում է տղեկ, մենք բաց թողենք բոլոր հնարավորությունները։ Իրանք ավելի ուժեղ էին, այո, իրանք ավելի ԶԼՄ-ներով ուժեղ էին, իրանք կարող էին մեր հասարակության ուղեղները լվացին, փողերը բաժանեցին, 5000-ները տվեցին, էշացրեցին, ապուշացրեցին, խափեցին, միամիտ ծրին, բանալ խափ, մեկ պարտվանք, եկավ հասավ այս փուլը, հիմա ասում եմ, գոնե հիմա, վերջի ճիկը, երբ որ արդեն գալի ասում եմ, մոլորակի վերջի պահերը, գոնե հիմա ճիշտ վարվենք, որն է այդ վարվելու ճիշտ ձևը։ Որովհետև մենք տեսանք, որ իշխանությունների պետք է չի, ինքը բանակն է ավիրում, ինչ մնաց այն հարցը, որը հիմա պիտի բարձրացնեմ, կրկին, որ յորդ անգամ, մենք ասեցինք, եկեք քաղաք պաշտպանությամբ զբաղվենք, պատկերացնենք, Հայաստանի վրա հարձակվեցին, այն ինչպես որ Արցախի վրա հարձակվեցին, դիմանալով 44 օր, եւ ասենք պարտվեցին, դավաճանվեցին, դա առանձին թեմա է, որը կարելի ասել, քննարկել, մեկ հաղորդման, բայց վերջնական պարտվեցին, վերջ ինչ պիտի անեն, Արցախի ժողովուրդը ընդամենը թողին դուրս եկան, հիմա եթե հարձակվեն Հայաստանի վրա հարձակվեն, մենք ինչ պիտի անենք, բանակ ասենք, էլի 44 օր, մարդն չեց ու պարտվեց, վերջ ինչ պիտի լինի, մտածել եք, նայեք, նորից եմ հիշացում, ազգ բանակ վերջացրել ենք ժամանակին, արդեն դրա վախտը չի, չենք հասցնում, ոչ տեմպերով, ոչ ֆինանսներով, ոչ այսօրվա եղած իշխանությունների բարոյահոգեբանական մտածելակերպի լույսի ներքո, չենք ոչ մի տեղ չենք տեղավորում, բայց ազգը ինքը իրան գոնե պիտի կարողանա հուժգու համախմբվի եւ հուժգու հարվածը թշնամու, ազգը, չեմ ասում բանակը, այո, ազգի լավագույն ներկայացուցիչը պաշտպանության ոլորտում դա բանակն է։ Միայն բանակը չի, այլ նաև մենք էլ ենք։ Լավ է հոգեբանությունը, այդ փիլիսոփայությունը նույնց եմ կրկնում, ազգ բանակը չի, բայց հիմա գոնե քաղաք պաշտպանության ձևերով կարող ենք, ասենք, ինչ-որ ձևով մենք փրկվենք։ Ոչ մեկին պետք չի։ Ոչ մեկին։ Ես ապշած եմ, անգամ գիտեք ինչ կան։ Այն մարդիկ, ովքեր իրանց համարում էին ընդդիմական, ովքեր ընդդիմականը ով է, ընդդիմականը այն մարդն է, որ ասենք այսօր չի ներկայացնում իշխանություն եւ համամիտ չի իշխանական գործունեության հետ, դա արդեն ինքը ստիքան ընդդիմական է դարձել։ Հիմա լավ, եթե համամիտ չես իշխանության գործելակերպի հետ, եւ չես միանում քաղաք պաշտպանության բանին, անգամ գիտեք մարդիկ կային, որ ես որ առաջարկում եի, ասում եի, արա եկեք գոնե լավ ռազմական ինչ-որ խորհուրդ ձևավորենք, ինքնապաշտպանության խորհուրդ, անունը ինչ ուզում դնենք, ասես հեգնում էին մի տեսակ, գիտեք, հա, ինչ էլ անունը դրել ռազմական, ասում եմ անուն չեմ դրել, դուք դրեք, սա ինչա փրկության խորհուրդը, ինչ, այսինքն խորհուրդը ինչի համար է, որ անկախ քաղաքական հայացքներից այդտեղ ընդգրկվեին այն մարդիկ, ովքեր իրանց կյանքի ընթացքում ցույց են տվել իրանց կազմակերպչական ունակությունները, իրանց սրտացավությունը Հայաստանի պահպանման, անկախ իր քաղաքական հայացքներից, որովհետև այն հարցը, քաղաք պաշտպանության հարցը, չի վերաբերվում Հայաստանի արտաքին վեկտորին, թե դեպի ուր զարգանանք, դեպի Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, թե Ամերիկա, այսինքն դա չի պարունակում այդ հարցերը, պարունակում ընդամենը մի բան, որ ես էլ եմ ուզում իմ կնոջն ու երեխուն փրկեմ, դու էլ ես ուզում քո կնոջն ու երեխուն փրկել։ Պարոն Շախոյան, մի հարց եմ համարում, որ Հայաստանը կարող է ռմբակոծվի, ես էլ եմ համարում։ Ինչպես միշտ մեր հանրությունը ոնց որ գիտեք, ես հաղորդումները ինչի սկզբից ասեցի, այս հաղորդումները նայում են որպես շոու։
եկավ իշխելուկ մարդեր, ինչ լավ բաներ ասում, լայքը դրեց կամ ասենք գրարումն արեց կամ լավ ինչ հիմար բան ասում գնաց։ Այսինքն մեր հանրությունը հիմքից Մենք մեր կյանքին վիրտուալ որպես վիրտուալ կյանքի ենք վերաբերում։ Այո, գիտեք ինչի համար, ու մենակ մեր խնդրումը չի դա։ Մոլորակ այսօր հատկապես հետ սովետական տարածքի այս երկրները հոգեբանորեն շատ հիվանդ են։ Հոգեբանորեն են հիվանդ։ Որովհետև իրականությունը իրանք չեն պատկերացնում։ Իրականությունը գիտեք ինչ կա, իրականությունը ինչ-որ ընդեղ է։ Իրականությունը վերևներում, արա իրանք գիտեն, արա դու ով ես։ Ասում ես դա 70 տարի հետ սովետական այդ շրջանում մեր ուղեղների մեջ մտցրել են անգամ ասացվածքներով։ Հասկանաք, շո самый умный что ли։ Այսինքն չեն պատկերացնում, որ կարող է այդ մի մարդը ամենախելոք բանն ասում։ Չէ, չի կարելի ասել այն բաների դեմ, ինչ արդեն ռեզոլյուցիա վերևից իջել։ Կարճ ասած չեք կարողացել համախմբել։ Այսինքն կարճ ասած, մենք առայժմ հələ բուժման process-ի մեջ ենք, արթնացման։ Դրա համար մենք երկուն ենք։ Արթնացման թե բուժման։ Բուժումը արդեն երկրորդ փուլն է։ Եթե կոմայի մեջ է եւ արթնանում է, դա արդեն բուժում։ Դա արդեն բուժում է։ Արդեն բուժում է։ Այո, եթե կոմայի մեջ է եւ արթնացավ, նա արդեն բուժման մեջ է, անգամ երկուն ենք հայրեն, մեր պապերն էր, չէ՞, ասում է զարթնիր լավ, մեռնեմ քեզ, զարթնի։ Այսինքն հիվանդ է այդ երեխան արա սուտկեքով քնել կլի։ Այսինքն կոմայի մեջ է։ Չէ, անգամ երկի մեջ է արտահայտումը քնած է։ Հիմա մենք այդ խորը այդ վիճակի մեջ ենք։ Յուրաքանչյուր էս հաղորդումը, յուրաքանչյուր էս խոսքը միտված է եւ առաջի հերթին նայեք, մի բանավոր ժողովրդին ես արթնացնում, այլ բանա հələ դու խնդիր ունես արթնացնելու այսպես կոչված առաջադեմ մարդկանց, քաղաքական գործիչներին։ Արա ձեզ էլ է պետք արթնացնել, բայց դուք յանի արթուն եք, դուք յանում խելոք եք։ Հա, սրանք էլ ուրիշ բանով են հիվանդ։ Հիվանդն իրաց գոռոզությամբ, ավաստա ես ասացի եկեք միացեք, չեկան միանան։ 1000 անգամ եմ ասել, կոնկրետ առաջարկ արեք, գամ միանամ։ Ես վերջերս էլ եղավ մի դեպք, որ միասնականության ինչ-որ փորձ եղավ, ողջ ունեցի, ուղղակի վազելով գնացի։ Տնամ ինչ, ասում եմ, հա, պետք է նոր Հայաստան լինի բան, ասում եմ, եկեք սենց մի բան, մինչև միանալը, հա, էլ ենք միանում։ Բայց եկեք ճակերտները բացենք, այդ նոր Հայաստանն ինչ է։ Ասում ինչ կարևոր է։ Կարևոր է, որ պետք է Նիկոլը չլինի, նախկինները չլինեն։ Ասում լավ, 5-րդը որ եկավ ինչ պետք է լինի, ասենք նրանց հավաքական կերպարը պետք է լինի։ Այսինքն նախանշենք դեպի ուր ենք ետում որ նոր միանա։ Ասում է դի պարզ կլինի, իա, ասել լուրջ եք ասում։ Այսինքն ես մի տարի, 2 տարի, 5 տարի թե 3 օր տանջում եմ, վերջում ինձ փաստի առաջ տնեք, որ նոր Հայաստան հակաս էսա։ Դա անունը փոխում են գուբերնիա կամ վիլայեթ, հա, ասենք դուք ես ինչ եք խոսում։ Ես ով եք դուք։ Մարդկանց պետք է ասել, ես այս մարդն եմ, ես գնում եմ դեպի ես։